կարծիք ունեք կառավարության վարչապետի մասին։ Լավ, դրական պատասխան ունեմ, լավ աշխատում են, ամեն ինչը ինձ թվում է, որ գնում է իր ունով, տենց էլ եթե շարունակեն, ես միշտ ասում, 4-5 տարի գլնի ուրիշ Հայաստան, իհարկե ես իշխանության օրոք եմ ցանկանում լինի, որ ամսի 7 ընտրություններին մեծամասնություն կազմեք, ձեր պլանները, իրանց պլանները թողի կատարելնի, բոլոր նախագծերը իրականացվեն, որ ժողովուրդը խաղաղ ու հանգիստ ապրի, ոնց որ հիմա են ապրում, խաղաղ ու հանգիստ, մեր տղաներն էլ գնան, ծառայեն, էլ չփախտեն, էսյան կողմ, ծառայեն հանգիստ խաղաղ պայմաններում վերադառնան իրաց ծնողներին։ Անչափ ես գոհ եմ իրանց աշխատանքից եւ կմաղթեմ նոր հաջողություններ մեր ժողովրդին, մեր կառավարությանը, հատկապես պարոն վարչապետին։ Իրան էլ ուժգնված շատ ամեն բնակավարում էլ ոլորտներում էլ կա ձեռքբերում, հաջողությունները մեծ են, ով որ ասում է ոչ մի բան չարել, մարդիկ կույր են, չեն տեսնում։ Իսկ այն ով որ առողջ մարդիկ տեսնում են, ասում են, որ ամեն ինչ էլ արված է։ Ես վերջերս գնացի Գյումրի եկա, ես հիացա այդ ճանապարհով։ Գնում եմ Գավառ, Սևան ճանապարհով, ամեն ինչը լավ։ Ինչ ասեմ, ճանապարհն էլ լավ է։ Սահմանների վիճակը ամենակարևորը։ Սահմանների վիճակն ասելով լավ է, չեմ եղել, չեմ կարա սուտ ասեմ, բայց լսելով վարչապետի, պաշտպանության նախարարի հայտարարություններին, կարծում եմ, որ իրանք ճիշտ բաներ են ասում։ Վարչապետն էլ երեք չմիսօրը ճեպազրույցում հայտարարեց, որ մայիսի 28-ին անկախ բանի օրը, Հանրապետության օրը ցույց կտան մեր բոլոր զինատեխնիկան, բայց ես չէի ցանկացել գախնի բանը, ինչ պետք է որ սաղ ասենք։ Թե գուցե նա ցույց տրվի, որը հասանելի է։ Մենք գիտենք արդեն, տեսնում ենք, որ կատարվել է, անում են, պարոն նախարարը պաշտպանության մի Ֆրանսիայում այլի նորից նոր պայմանագրեր երևի կնքվեցին։ Մի խոսքով գոհ ենք, ես կուզենայի, որ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն կազմի ազգային ժողովում եւ այս պլանները շարունակվեն։ Մեծ հաջողություններ մաղթում։ Տիկին Լիլիթ, ձեզ հաջողություններ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։